Հունիսի 20-ից 26 ժողովրդական երաժշտության և բարի ազգային կենտրոնի Հայաստանի ակունք պետական ազգագրական համույթը մասնակցեց Հունաստանի տեղի ունեցած Կարա Իսկակիա 58-րդ միջազգային մշակութային փառատոնին։ Համույթը համերգներով հանդես եկավ Հունաստանի Կարդիցա, Պալիուրի, Արտեսիանո և Լեոնտարի քաղաքներում։ Փառատոնի մասնակցության շրջագայության մասին կպատմեն մեր սքանչելի և գեղեցկուհի հյուրերը, Հայաստանի ակունք պետական ազգագրական համույթի ադմինիստրատոր Տաթևի Գևորգյան և համույթի արտիստ Արեգ Միքայելյան։ Բարի լույս, բարի լույս, լավ, շնորհակալ։ Որը մեզ հետ եք սկսել, մենք սքանչելի ֆանտաստիկ է դժվար անուններով, այո, քաղաքներում մենք ենք ասում, դուք եք ասել, այդ դժվար անուններով քաղաքներում ինչ էիք անում։ Պատմեք 58-րդ միջազգային փառատոնի մասին, ինչպես ստացվեց, ինչպես մասնակցեցիք։ Ժողովրդական երաժշտության և բարի ազգային կենտրոնի իդեմս տնօրեն պարոն Սարգսյանի շնորհիվ, սա արդեն երկրորդ մասնակցությունն է։ 2025 թվականին Բարեկամություն պետական անսամբլն է ներկայացրել Հայաստանը, այս տարի Ժողովրդական երաժշտության և բարի ազգային կենտրոնի ակունք պետական անսամբլը հանդես եկավ։ Ինքը միջազգային փառատոն է, 58-րդ միջազգային փառատոն, կեսդարյա պատմություն ունի, նվիրված է հույն ազգային հերոս Գեորգիոս Կարաիսկակիային, ասացիք։ Լյուբանը գլուխ կոտրուկ է այս անունները, ինչքան մեզ համար է անսովոր, ես վստահ եմ, որ իրենց մոտ էլ երբ որ հայերենով մենք խոսում ենք, իրենք ասում են, որ իրենց համար էլ մեր լեզուն հասկանալի չի։ Ինչպես անցավ շրջագայությունը, ինչ տպավորություններ, նրանք մեր համույթից ինչ տպավորություններ ունեն։ Համերգները անցավ շատ լավ, բավականին ծանրաբեռնված։ Լավ իմաստով։ Այո, որովհետև համերգներ ունեցանք նաև իրենց գյուղերում, այսպես գեղեցիկ միջավայր էին ստեղծել դրսում, ժողովրդի հետ շփումը շատ լավ էր, համերգից հետո էլ պատկերացրեք իրենց պարերն ենք պարել, մեր երգեր, մի խոսքով համերգները շատ լավ էին։ Հետաքրքիր խմբեր կային, 5 խումբ կար, ուրեմն Վրաստան, Հայաստան, Սերբիա, Ավստրալիա և Բրազիլիա։ Տարբեր շամպիոններ։ Այո, աշխարհի տարբեր ծայրերից, բավականին պոպուլյար հայտնի փառատոն է, ֆոլք փառատոն է և շատ հետաքրքիր է, երբ որ տարբեր երկրների անսամբլներ, ժողովուրդներ ծանոթանում են իրենց, ծանոթացնում և ծանոթանում են տվյալ երկրի ազգային երգին և պարին։ Ասեմ, որ միայն մենք էինք երգող և պարող, մեծամասամբ մյուս խմբերը միայն պարողներ էին։ Դուք երգել եք, նրանք պարել են, ստացվում։ Հա, այդպես է լինում, որ Կարդիցա քաղաքում հիմնական բեմն էր, բացումը և ամեն օր խմբերից մեկը այդտեղ ելույթ ուներ։ Մնացած խմբերը մեկնում էին տարբեր գյուղեր և քաղաքներ, ելույթ էին ունենում։ Այդպես լինում էր, որ մի խումբ է լինում, երբեմն լինում էր, որ 2 խումբ լինում։ Ակունքի ելույթը հիմնական բեմում 25-ին էր և ասեմ, որ հրաշալի ընդունում էին, շատ գեղեցիկ համերգ ունեցանք, համերգներ ունեցանք, գոհ ենք, իրենք էլ հուսամ շատ գոհ էին և շատ ուրախ էին և անհամբեր ասեցինք սպասենք մյուս տարվան։ Օրինակ հունական ու հայկական պարերի միջև նմանություն որքանով կա, որոշ բաներ մենք կարողանում ենք այսպես նրանք շարժումները Արգենտինան ենք պատկերացնում լրիվ ուրիշ է, Ավստրալիա թե Արգենտինա, Ավստրալիա։ Ինչպիսին է օրինակ նմանություն, տարբերություն, իրարից սովորելու գուցե նաև այդ հանդիպումների ժամանակ նման չի, բայց շատ յուրօրինակ է ամեն ազգի ֆոլք երաժշտությունը, պարերը, տվյալ ազգի դեմքն է և լավ խմբեր էին, ասեմ ձեզ, եկել ու շատ հետաքրքիր կատարումներ կար, իրենք մեզ էին, ասենք, դրական, շատ դրական էմոցիայով խոսքեր ասում, մենք էլ իրենց հետաքրքիր էր շատ,
ուսանելի էր, իսկ գույների հետ կապված մենք շատ նմանություններ ունենք, բարձր խոսելու, բնավորություն, այո, ուտելու, թափելու, էփելու այդ բոլոր բաները շատ նման են եւ ասեմ, որ շատ սրտաբաց էին ընդունում, շատ ջերմ ու շատ տաք։ Այո, մեզպես տաք են էլի, շատ։ Ավելի շատ ցնում եք դուք շրջագայությունների ժամանակ, ինձ թվում է դա միֆ է։ Հա, համերգներից հետո որ հասցնեն գնալ եւ շրջան։ Ինձ թվում է յուրաքանչյուր այսպես արվեստի ոլորտի ներկայացուցիչներ, որոնք շրջագայություններ են ունենում աշխատանքային, լավ տեսնում են հյուրանոցի համարը իրենց։ Գնում են փորձին, ֆոլկն է, մի տեսակ ավելի ժողովրդից շփումն է։ Այնքան հետաքրքիր էր այդ քաղաքը եւ ամբողջ Հունաստանը, ուրեմն 2-ից մինչեւ 6-ը մերյալ ժամ էր։ Քաղաքում ամեն ինչ փակ էր։ Շատ շոկ էր, շատ։ Դե շատ շոկ ասելովը պայմանական էր, այնպես որ Հայաստանի մի քիչ ծույլ է լինում, որովհետև ունեն այդ հարստությունը արդեն 2 ժամ հեռավորության վրա էինք։ Բայց ձեր ասածն եմ ուզում ասեմ, մենք այդ ընթացքում քաղաք դուրս էին գալիս, մի քիչ պտտվում էինք, շրջում էինք, հետաքրքիր էր։ Միջև կյանքը ակտիվանար Հունաստանի։ Այո։ Միջև մեր համերգները սկսել։ Համերգները երեկոյան էին, 7-ից 8-ից հետո, որևէ գյուղ կամ քաղաք գնում էինք համերգը 10-10:30, մինչև ավարտում էինք 12, այո 12, հետո նոր ընտրում էինք, դրա անունը չգիտեմ, ընտրիկ դնենք, ինչ դնենք, նախաճաշը վերադառնում էինք, բայց սովորել ենք արդեն, գիտեք, նորմալ է մեզ համար։ Ինչ ծրագրով էինք մենք գնացել, օրինակ, ինձ հետաքրքիր է, ինչ համարներ կային, որոնք էին առանձնահատուկ, որոնց էի երկար ժամանակ պատրաստվել։ Մեր ազգային երգերից եւ պարերից, աշխատանքային երգերի փոքրիկ շարք էինք տարել, ուրեմն կատակ երգերի շարք էինք տարել, 5-6 պարեր էինք տարբեր շրջանների, օր կար 10 րոպե էր համերգը, օր կար կես ժամ էր, օր կար 20 րոպե էր, վերջնական համերգը 30-35 րոպե էր, ամեն օրվա համար պատրաստել էինք, ինչն էր հետաքրքիր համերգից հետո անպայման հունական երաժշտություններ, իմ տվյալ գյուղում իրենք պարում էին, չեն երգում, պարում էին ավելի շատ եւ մենք էլ շատ ակտիվորեն մենք էլ սովորեցնում էինք մեր պարերը, չէին պարտադրում, ուղղակի այնքան հաճելի միջավայր էր, որ ինքնստինքյան, այո, համել ուզում ես տվյալ երգերի։ Դրական իմաստով պարտադրել, նույնիսկ հյուրանոցում ես լինում, այսպես մեկին չեն թողնում նստած լինի, այդ իմաստով դրական իմաստով մասնակից են դարձնում։ Են սպասում, որ մենք պետք է արդեն ավարտված։ Իրենց հետո ավելի հետաքրքիր է։ Մեծ կոորդինատորներն էլ շատ ակտիվ էին, ջահել աղջիկներ եւ միկին։ Իրանք ասենց սպասում էին, թե երբ պետք է արտիստը արդեն փոխված, առօրյա հագուստով, իրան այդպես տեսնեն ու շփվեն արտիստի հետ ու այնքան ասենց անցողիկ էին կազմակերպում այդ իրար ձեռք բռնել ու ոնց որ տենց պայմանավորված են, որ հետ գալուց էլ պարտադիր։ Պարենք իրանք մեր պարերը սովորել։ Հետ գալուց էլ պարտադիր իրենք հունական երգեր էին ճանապարհին երգում, մենք էլ մեր երգ շատ գեղեցիկ է իրենց լեզուն, ես շատ հնչեղ է։ Թերագնահատված է նաև, բայց նաև թերագնահատված է ինձ համար, շատերը այսպես նաև միջազգային ասպարեզում տարբեր լեզուներ կան, որ այսպես ավելի լավ։ Այո, շատ երաժշտական, շատ երգեցիկ, այսպես շատ գեղեցիկ է իսկապես։ Առօրյա խոսակցությունը մի քիչ ուրիշ ագրեսիվ է լինում։ Չէ, իրանք դե էմոցիոնալ են։ Ես այդ ամենը տեսնելու առիթ ունեցել եմ ու պատկերացնում եմ հիմա ինչ է կատարվել։ Շատ հյուրասեր, շատ հյուրընկալ, մարդասեր ժողովուրդ։ Դե մեզ էլ ինչ է պետք է ամեն ինչով պարտավորված, դե ոնց որ մենք շատ նման են մեզ իսկապես։ Այստեղ ինչ գործունեություն է ծավալում ակունք պետական ազգագրական համույթը, ինձ հետաքրքիր է, դուք վերադարձաք, ինչ է սպասվում էս հետագա, մեր էստեղի հանդիսատեսը ունենում իհարկե գիտենք ինչով եք զբաղվում, պարզապես այս փուլի համար օգոստոս ամսին կվերադառնանք արդեն, ունենք համերգներ, ակտիվ գործունեություն ենք ծավալելու։ Կազմը ինչպես է համալրվում ձեր նոր մասնակիցներ, նոր խմբում ընդգրկողներ ունենում եք ինչպես ունենք երիտասարդներ միշտ, հա։ Կազմը հիմնականում որ ստաբիլ նույն մարդիկ են, ճիշտ ասած այս տարի հրաժեշտ տվեցինք մեր մյուս արտիստին, վերադարձանք ու ինքը հաջորդ օրը մեկնեց
Ամերիկա։ Ամուսնացել էր։ Լավ բանի համար է Լավ առիթով է գնացել վստահ։ Հիմա տեսնենք ինչ հանգստից վերադառնանք, արդեն պարզ կլինի։ Դե ակունքում գիտեք, սերնդափոխություն է լինում։ Միշտ ակունքում եղել է շատ մեծ եւ շատ փոքր տարիքի խումբը յուրօրինակ է իր այդպիսի եւ ձեզ ասեմ այնտեղ նույն բանն էր եկած խմբերի մեջ պապիկներ, մամիկներ, ջահել աղջիկներ, տղաներ եւ ֆոլկը դա է սիրում։ Ֆոլկը տարիքային սահմանափակում չունի։ Դե մեր պապիկը գիտեք ամենամեծ, ունենք ամենաջահելներ, ունենք շատ տաղանդավոր տղաներ, աղջիկներ։ Կարծում եմ հոգանոց խումբ է, միշտ խոսում եք այսպես ու 20 եւ 20-21 այդպես։ Այդ մի հոգին, այդ որ մեկնած Միացյալ Նահանգներ, այդ խոսքը այդ մի հոգին իր մասին է։ Ինձ հետաքրքիր է այլ շրջագայություններ սպասվում են մոտ ընթացքում, թե կենտրոնանալու եք օգոստոսին այստեղի ծրագրերի վրա։ Դեռ այստեղի ծրագրերի վրա են կենտրոնանալու, հույս ունենք, որ տարվավերջ էլի կունենանք շրջագայություն։ Մենք վերջի շրջանում 2 շրջագայություն արդեն ունեցանք, Տաջիկստան, շատ լավ համերգներ ունեցանք, երևի 2 ամիս չանցած արդեն Հունաստան։ Դեռ այդ համագործակցությունը ինչպես է լինում, հրավերքներ, մասնակցում եք ինչ-որ ընդհանուր մի կազմակերպություն կամ անդամակցում եք, ոնց է լինում։ Պետական խմբեր այդպես են, համագործակցություններ, հրավեր, մեր միջոցառումները պետական են մեծամասամբ։ Շնորհիվ երաժշտության, ժողովրդական երաժշտության եւ Պարի ազգային կենտրոնի շատ ակտիվ աշխատում են։ Պետական կոլեկտիվները հաճախ են հանդերձ գալիս միջազգային հարթակներում, որտեղ մեր կենտրոնի միակ կարևոր առաքելությունը ազգային երկու պարը միջազգային հարթակներում ավելի լայն ճանաչման sense հարցներն է, ներկայանալի ու շատ կարևոր էր հայ-հունական մշակույթի ամրապնդումը։ Այնտեղ մենք հանդիպումներ ունեցանք տարբեր իրանց ներկայացուցիչների հետ, արդյունաբերական պալատի ղեկավարների հետ, իրանք սպասում էին մեզ, այդտեղ տարբեր մակարդակներով հայկական էլի լինում, միայն պարը չի լինում, այսինքն նաև երկու ժողովուրդների ճանաչելու, պետական ներկայացուցիչների, իրենք նվերները, ազգային, մենք մեր ազգային նվերները տարանք, սենց ասեմ, Զիթենին տեղեր բռնում։ Իրենք մեր հայկական ճիրը, հայկական կոնյակը, ամեն ինչ դասական ձևով, հայկական դրոշները պարտադիր։ Չէ, միշտ շատ լավ են պատրաստում, ու այնտեղ ասենք մի հատ պահ է գալիս, որ մենք իրար չենք հասկանում, չնայած կա լեզվամշակույթի իմաստով, բայց խոսում ենք իրար հետ կուլիսներում բոլորս ու իրար հասկանում ենք, ով ելույթ պետք է ունենա, ով ում պետք է տեղը զիջի, շատ sense մեծ կոլեկտիվներ են 20 հոգից բաղկացած, երևի ամենափոքր կազմը մենք ենք։ Վրաստանը կարծես մոտ 30 հոգի էին, բայց իրար հասկանում են երեխաների։ Հյուրանոցում բոլորս իրար ջերմ ողջունում ենք, իրանք իրար լեզվով են խոսում, մենք մեր լեզվով ու մենք իրար հասկանում ենք։ Կարևորը իրար ժպտում Իսկ երաժշտությունն էլ գիտեք, արդեն որևէ, այո, իհարկե։ Ինձ հետաքրքիր է մեր որ աշխատանքից են ամենաշատը տպավորված եղել, առանձնացրել եք ինչ-որ մի գործ, որ դուք զգացել եք, այ այս պարը, այս երգը ամենից շատ են սպասում, ամենից բուրըն արձագանք ունի։ Գլուխ գովալ չլինի, սենց դե լավ այսօր կարելի է գովել։ Բայց ես որպես կողքից նայող հանդիսատես այդպեսի աչքով էի նայում, ակունքին մի ուրիշ ձև էին վերաբերում եւ սպասում։ Գլուխ գովալու տեղ ունեք, թողացեք։ Նամանավան վերջի համերգին են, որ շատ ուրիշ ձև Արդեն սովորել էին, գիտեին ինչ բարձր նշաձողի մասին։ Այս արդեն գնում եք, համերգի վերջում միշտ լինում էր քոչարի, արխուշտա, սենց մի ուրիշ ձևի էին այդ պարին սպասում սրտատրոպ, սենց ծափերից արդեն դու զգում ես ժողովրդի այդ ջերմ վիճակներից, այդ իրանց այդ բրավոներից, որ նույնիսկ հաշվում եք, այն որ կոլեկտիվին են ավելի շատ։ Ձեզ մի վայրեր, որտեղ ընդամենը 2 հայ կտանք, մեկը մի գյուղում տիկին էր, որ պարում էր այդ խմբում, քաղաքում ընդամենը 1 ընտանիք կար, մյուսն էլ բժիշկ էր, եւ մեկ բժիշկ, որ պայմանագրային աշխատում էր տարին
Հանդիսատեսի իմաստով այդքան քիչ հայ։ Պատահական ենք։ Ընդհանրապես հայ Հանդիպել։ զարմանալի էր, բայց շատ քիչ։ Սալոնիկում երևի չեք եղել։ Չէ, այնտեղ ավելի հայեր շատ են հատվածներ։ Այդ շրջանում։ Դե Աթենքում էլ կլինեն շատ հայեր։ Ուղղակի դա բավականին հեռու շրջան է։ Դե թե ծովից 2 ժամ հեռավորության վրա։ Ծովից իսկ Աթենքից 4 ժամ հեռու։ Ինքը Կարդիցա քաղաքն է ու մենք ելույթներ էինք ունենում իր փոքր գյուղերում եւ կոլորիտային կլինի ավելի շատ։ Իրանք էլ էին ժողովուրդը շատ կոլորիտ էին ամեն տարածաշրջան։ Շատ գեղեցիկ։ Իր բնավորությունն ուներ։ Դա գուցե Աթենքում չզգայք, իրականում այն ինչ Իսկապես, պատմում եք այդ Աթենքում չզգայք։ կարող է նման տեղ էլ չլինել։ Իհարկե։ Կենտրոնները ավելի մեծ քաղաքները այդ կոլորիտը այդքան չունեն։ Կոլորիտը շատ սիրուն, դե գիտեք հունական, գեղեցիկ, ծաղիկներ կան։ Իրանք մեզ շատ լավ էին դիմավորում։ Պարտադիր նույնիսկ վերել ենք հետները կենտրոնի թանգարանում ենք դնելու, հույսով ենք, որ մեր կենտրոնը մեծ թանգարան կունենա, աշխատանքները արդեն ընթացքի մեջ են, մեզ դիմավորում էին հայկական դրոշով, տենց պլակատներով ու հունական դրոշը, սենց ինչ-որ բարեկամական ջերմ խոսքեր, պարտադիր, Ֆանտաստիկ։ Լավ Իրենք էլ էին պատրաստել։ էին լավ պատրաստվել։ Եվ անմիջական էր, ոչ մի ձևական բան չկար, տենց ընտանեկան այդպես։ Ջերմի թվեր։ Ձեզ նորանոր շրջագայություններ ու հաջողություններ եք բախտում հրավերի համար։ Շնորհակալ ենք եւս մեկ անգամ։ Շնորհակալ ենք մեր հեռուստադիտողներին մեզ հետ լինելու եւ միանալու համար։ Մենք այսքանով ավարտվում ենք այսօրվա մեր աշխատանքները, բայց մնացեք Կենտրոն հեռուստաընկերության եթերում։ լավ օրը մաղթում ձեզ